Պարոն Իշխանյան մայրաթոռը կարգալույծ է արել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանին, բայց նա հրաժարվում է դուրս գալ եկեղեցուց, սա ինչպես կգնահատեք։ Սրա իմաստը այն է, որ 1724 տարվա հայկական կառույցը թուրքական ցեղասպանության պիտի հարցնեմ ստաց, թե կարող Սրա իմաստը այն է, որ 1724 տարվա կառույցը ձեռնտու չէ բնականաբար թուրքական ցեղասպանության քաղաքականությանը, քանի որ եթե այս հատվածում կա քրիստոնեություն եւ հայոց լեզու, դա թուրքական այդ ֆաշիստական ծավալապաշտական քաղաքականության խոչընդոտ է եւ ինչպես Թուրքիան է կարողացել հայերի մեջ փորփրել եւ Նիկոլ Փաշինյան գտնել, որպեսզի նա հանձնի Արցախը Սփյուռքի հետ կապերը վերացնի, ցեղասպանության ճանաչումից հրաժարվելով նոր ցեղասպանություն իրականացնի, այնպես էլ Նիկոլ Փաշինյանն է փորփրել եւ գտել Ստեփան Ասատրյան եկեղեցու մեջ, որպեսզի եկեղեցի քանդի։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը ինքը հենց թուրքական քաղաքականության պրոդուկտ է, նույն ոճով են աշխատում, էլի, այսինքն եթե Թուրքիան փորփրում է այդպես դավաճաններ է գտնում ինչ-որ համայնքի մեջ, նույնն էլ Նիկոլ Փաշինյանը պետք է անի, որտեղ նույն պրոդուկտն է, նույն ռազմավարությունը մնում է նույնը։ Երեք Հովանավանքում սադրանք տեղի ունեցավ քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ, այսօր արդեն պարզ է, որ սադրիչների մեծ մասը ոստիկանության աշխատակիցներ են։ Սա ինչի մասին է խոսում։ Նախ ես չգիտեի, որ ոստիկանության աշխատակիցները, ես բնական է, որ պետք է նրանք լինեին, որովհետև ամբողջ իրավապահ համակարգը ասեն այսօր հայերի իրավունքների դեմ է գործում, ենթարկվելով ընդհանրապես մեկ անձի։ Հիմա նայեք, մենք ունենք անմեղ արքեպիսկոպոսներ, եպիսկոպոս, քահանաներ, որոնք գերեվարված են եւ զնդաններում են գտնվում, որ ինչ-որ ձայնագրություններ էին գտել, սարքել, մի խոսքով մարդկանց գլխին սարքել, մենք բացահայտում ենք երեք լրագրողների աշխատանքի խոչընդոտումը եւ կրոնական կազմակերպության աշխատանքի խոչընդոտելը, որը 206 հոդվածով քրեական օրենսգրքի բան է, հանցագործություն է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը քրեական հանցագործ է մենակ այս դրվագով, այդ 206 հոդվածով, քանի որ ինքը խոչընդոտում է կրոնական կազմակերպության օրինական գործունեությունը։ Կրոնական կազմակերպությունը գրանցվել է Հայաստանում, իր կանոնագիրքը ունի, կանոններ ունի, ինքը ընտրում է կաթողիկոսին, ինքը ունի իր հանձնաժողովները, որտեղ կարգալույծ են անում կամ հակառակը օծվում են եւ այլն։ Հիմա ինքը իր օրինական գործունեության կանոնակարգի մեջ կարգալույծ է արել եւ ստեղ, որը վարչապետի պաշտոնը իբր զբաղեցնում, նա որոշում է, որ չէ, ինքը կարգալույծ չէ, այսինքն սա ուղիղ բան է, հանցագործություն է։ Հենց այդ 206-ը, էլ չեմ ասում սահմանադրության խախտում, միջազգային խախտում։ Հիմա աչքներս առաջ դա ունենք։ Ու այն մարդիկ, որոնք այդ հանցագործությունների մասին հաղորդում են տալիս անմեղ մարդկանց դեմ, խոսքը վերաբերում է Դանիել Հովհաննիսյանին, որի հետ կապված նաև արտահոսք կա, որ հավաքագրված է Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից, ինչպես տեսնում ենք, այս մասով որևէ հանցագործության հաղորդում չեն տալիս։ Օգոստոսից հուլիս, հունիս, օգոստ, ամբողջ ամը գրեթե կրոնական կազմակերպությունը Հայաստանում գրանցված հալածվում էր։ Խղճի ազատությունը ամեն օր ոտնահարվում էր, ամեն առավոտ եւ մինչեւ երեկո։ Եվ այդ մարդիկ դա չեն անում։ Մենք ունենք լրագրողի աշխատանքի խոչընդոտման դեպք, միայն այստեղ չէ, ամբողջ այս տարիների ընթացքում, բայց հատկապես այստեղ, եւ իրավապահ մարմինները փոխանակ այդ հարցերով զբաղվեն, իրանք ձերբակալում են գերեվարում են, ձերբակալելը սխալ է, այս պայմաններում ասել, անմեղ արքեպիսկոպոսների եւ առհասարակ քահանաների, ինչպես դա արվում էր Օսմանյան կայսրության ժամանակ։ Ի վերջո հոկտեմբերի 19-ին Վատիկանում սրբադասված Իգնատիոս Մալոյանը Մարդինի արքեպիսկոպոսը ով էր, ցեղասպանության զոհեր, որին այդ երեք թուրքերի իշխանությունը ձերբակալել է հարյուրավոր իր հետևորդների հետ, բայց ձերբակալության անուն էին տվել, հիմնավորում էին տվել, թե նա պատրաստվում է հեղաշրջում իրականացնել ցեղասպան երեք թուրքերի իշխանության դեմ։ Բայց հետո բան է, ստիպում էին, որ կրոնափոխ լինի, չեղավ գնդակը հարեցին։ Հիմա նույնը այստեղ է։ Միքայել Աչապահյանին արքեպիսկոպոս գերի են վերցրել, անունը դրել են, կոչ է արել, որ այս ցեղասպանների նկատմամբ իշխանապահություն անի կոչա ինչա չգիտեմ ինչը էական չի, էականը այն է, որ նպատակը այս գործողությունների ցեղասպանությունն է
եւ քաղաքացիական պայմանագիրը ինքը մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու համար անպայման պետք է դատապարտվի ու իր արարքների համար փոխհատուցվի, որովհետեւ դա է բխում դրանից է կախված աշխարհի զարգացումը։ Պարոն Իշխանյան, ինչ պետք է անեն քաղաքացիները, ինչպես պետք է արձագանքի եկեղեցին նման իրավիճակում։ Ըստ ձեզ։ Մի քիչ բարդ հարց, դե քաղաքացիները նախ պարզ է, որ պետք է եկեղեցու կողքին կանգնեն ու իմիջիալից ես քաղաքացիներից հենց երեկվա դեպքով ուզում եմ ողջունել կին քաղաքացիներին, որոնք փաստորեն նրանց շնորհիվ այդ անարդարությունը տեղի չունեցավ, կարգալույծը ինչ-որ պսակադրություն էր ուզում անել։ Նաև ողջունում եմ այն քաղաքացիներին, որոնք երեք պետքա պսակադրվեին եւ հրաժարվեցին, որ կարգալույծը գործողություններ անի, ոչ թե պսակադրի, այլ գործողություններ անի, իրանց էլ եմ ողջունում եւ առհասարակ հենց այս մտայնությամբ քաղաքացիները պետք է նախ անվախ լինեն, չվախենան, որտեղ մեր դիմաց անարդարության բանը, հա, ասես մեր զամբյուղն է, որը իմաստ չունի իրենցից վախենալու, պաշտպանեն եկեղեցուն ու ընկալեն այս ամենը ըստ օրենքի եւ մեր ինքնության պրիզմայի, որ Ադրբեջանի կողմից է իրականացվում այս գործողությունները, քանի որ եկեղեցին են ամենակազմակերպված կառույցն է, որը զբաղվում է Արցախում հայկական մշակութային ժառանգության ավերման դեմ գործողություններով, դատական հայցեր է ներկայացնում, ֆորումներ է անում, համաժողովներ է անում, ինչպես նաև արցախցիների վերադարձի իրավունքն է պաշտպանում։ Մինչդեռ պետությունը հրաժարվում է այլևս։ Պետությունը, քանի որ ինքը արդեն թուրանական պտուտակ է, բնականաբար ինքը արդեն մեզ հետ կապ չունի։ Ինքը դավանափոխ եղած ինչ որ կառույց է, այդ դավանափոխ քաղաքական եւ կրոնական երկուսը իրար հետ կարանք մեկտեղենք ու այդ իմաստով հա, այսինքն այդ խոչընդոտն է, որ այստեղ այդ եկեղեցին փաստորեն խանգարում է Էրդողանի եւ Ալիևի երազանքին։ Իսկ Նիկոլ Փաշինյանը Էրդողանի ու Ալիևի կախարդական փայտիկն է։ Այդ թվում նաև Թալիաթի ու Էնվերի, որովհետև նրանց կիսատ թողած գործը այսօր շարունակում է փաստորեն այս ցեղասպանը, էլի։ Կիրակի օրը Առաքելական եկեղեցու կարգը խախտել Կին հոգևորականը պատարակ է մատուցելու, դրան մասնակցելու է նաև Փաշինյանը, ըստ որն է այս ամենի կազմակերպման նպատակը։ Դե հիմ բուն նպատակի մասին խոսեցինք, հա, փաստորեն իրենք ապա լեգիտիմացնում են կրոնական կազմակերպության կանոնադրությունը եւ չեղյալ հայտարարելով հենց այդ իշխանությունը եկեղեցական, իրանք փաստորեն դա բան են 1724 տարվա այդ թելը կտրում են, փորձելով քանդել եկեղեցին, այս սպարզ է։ Դրանից մեկը մյուսը այդ ազգային բևեռացումը ստեղծված է, բայց ավելի ամրապնդել է բևեռացումը, քանի որ եթե նայենք բան ցեղասպանության իրականացման գործընթացների փուլերին բևեռացումը, դասակարգումը, պիտակավորումը անբաժանելի մասն է ցեղասպանության, մինչև այդ բուն գործողությունը կոտորածը անելը նախ պետք է հասարակությանը սևերի, սպիտակների հանել իրար դեմ, որպեսզի իրար բան անեն, ատեն Ռուանդայում ոնց էր, ռադիո Ռուանդայով չէ, անընդհատ բան էին, ատելություն էին տարածում թուրքիների նկատմամբ, բայց նույն ազգներին, վերջը գնացին այս հութուները կոտորեցին թուրքիներին։ Ու հիմա փաստորեն Նիկոլ Փաշինյանը նույնն է անում, սա նույնը եղել է նաև Արցախի հանդեպ։ Արցախցիների դեմ ատելությունը տարածելով, պիտակավորելով, այնտեղ բան էին էլ ռուսների հետ կապելով էին ատելություն տարածում, էլ նախկինների հետ, էլ որ իրանց պատճառով ենք մենք, չգիտեմ, որ ջուր չեն տվել։ Ջուր չեն տվել, հա, որ մեր զինվորներին վատ են վերաբերել։ Այսինքն այս ատելությունը պիտակավորումը ստեղծելով ի վերջո նրանք արեցին այդ գործողությունը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ որ հարձակվեց Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հարձակվեցին արցախցիների վրա, նրանք ցեղասպանության եւ էթնիկ զտման ենթարկեցին։ Ու հիմա էլ շղթում են։ Երկու կողմն էլ շղթում է, որովհետեւ այդ կոտորածից հետո այդ 10-րդ փուլը ցեղասպանությունների իրականացման այդ շղթողականությունը, որ դու շղթում ես, որ այդպիսի բան ես։ Իհարկե Նիկոլ Փաշինյանին upgrade է նայել ցեղասպանությունը, հիմա 11-րդ փուլը կա, որը երբ որ խումբը հրաժարվում է իր իսկ հանդեպ իրական ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը եւս բերում է նոր ցեղասպանության, քանի որ դու դուռը բացում ես
որպեսզի այդ ժխտողը նորից իրականացնի այն ինչ որ կիսատ է թողել։ Հիմա այս Նիկոլ Փաշինյանը Թալիաթի Էնվերի կիսատ թողած գործի ոնց որ շահանակությունն ապահովողն է, հա, այդ կարմիր գորգ փռողն է իրանց առաջ։ Հա, ու այդ բևեռացումն են անում, այդ հասարակությանը լարեն իրար դեմ։ Իհարկե, հա, մեր ժողովուրդը այս տարիների ընթացքում շատ է իմաստնացել եւ շատ լավ հասկանում թե ինչի համար է Նիկոլ Փաշինյանի այդ պարապումները իրականացվում, այդուհանդերձ պետք է Կիրակի օրը պաշտպանել եկեղեցին, բայց պետք է շատ հաշվարկված գործել եւ ես կարծում եմ եկեղեցին նույնպես իր խորհուրդը կտա թե ինչպես է ճիշտ այս իրադրությունն պահել մեզ։ Արձագանքել։ Նախկին հոգևորականը հայտարարում է, որ հիմա Կադիրովի նման մեկն է Հայաստանի ղեկավար տեսնում, նախկինում էլ Փաշինյանին համարել է անասուն, իր խոսքից է մեջ բերում անում։ Այսքանից հետո ինչպես է ժողովրդավարության անվան տակ հանդես եկող այս իշխանությունը հենց նրա վրա հենվում իր հակաեկեղեցիական արշավում։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը որպես իզմեր չունեցող քաղաքական գործիչ նրա համար արդյունքն է կարևոր։ Ես կուզեի, որ մեր քաղաքական մտածելակերպում էլ դա լիներ, մենք ավելի շատ հենվենք արդյունավետության վրա, քան նախկինում մեր ինչ-որ հարաբերությունների անձնական ճաշակի եւ անձնական հարաբերությունների վրա։ Հիմա Նիկոլ Փաշինյանի դեպքում կարևոր չէ իրեն աննասուն են ասել, թե չէ։ Կարևոր է իրեն աննասուն ասողին ինչպես կարա օգտագործի իր ծրագիրը արդյունավետ իրականացնելու համար։ Նույնը ասենք Գեգամ Նազարյանը, Զոհվածի հայրը, Նիկոլին մեղադրում էր ինչերի մեջ, բայց հիմա տեսեք, ասենք շուռ է եկել եւ Նիկոլ Փաշինյանը նրան շատ լավ իր արդյունքի համար կարող է գործած դրա համար այս մասով հասկանանք որ դա էական չի աննասուն է թե ինչ են ասել Կադրովը այստեղ մի քիչ ավելի նուրբ հարց է հա մենք գործ ունենք բանի Ռուսաստանի Դաշնության ինչ դաշնություններից մեկի ղեկավարի հետ հիմա այդ գիտեք այս գավառականությունը այդ մեծ Կադիրովը պետք Քիմչենին է պետք Ստալինն է պետք եւ այլ այսպես հիմարությունները հեչ է ասել այդ հարցերի լուծում չեն մեկ եւ ցույց է տալ երկրորդ ցույց է տալիս մարդու բանը գիտելիքի բազան, որովհետեւ մեզ ինչ է պետք, չէ, Հայաստանում։ Մեզ ոչ պետք է Կադիրով, ոչ պետք է ասենք Նիկոլ Փաշինյան, ոչ պետք է ասենք Վլադիմիր Պուտին, ոչ էլ, չգիտեմ, Դոնալդ Թրամփ։ Մեզ պետք է համակարգ, ժողովրդավարական համակարգ, որտեղ իշխանությունները կլինեն իրարից անկախ ճյուղերը, իրար կհակակշռեն, որպեսզի այս մեկը չուզենա ավելի շատ անի, քան իր պաշտոնի մեջ է, ոնց է Նիկոլ Փաշինյանը, մեզ պետք են այդ ազատ ընտրությունները, որտեղ քաղաքացիները կարող են ընտրել, բայց միայն իշխանական ճյուղերի տարանջատումից հետո է հնարավոր արդար ընտրությունները, հա, եւ մեզ պետք է մեր իրավունքների պաշտպանությունը։ Հիմա թե այդ համակարգի մեջ անունը կլինի Կադիրով, թե Տրամփ, թե Նիկոլ Փաշինյան, եթե համակարգը ինքը այդ հակակշիռը ունենալու է, որպեսզի այդ անձը չդառնա Նիկոլ Փաշինյան, մենք լուծելու ենք այդ խնդիրը եւ այդ համակարգի մեջ եթե Կադիրովը լինի, ելի մեր իրավունքների պաշտպանության համար է գործելու, նույնիսկ եթե ուզենա sense մի ոտ առաջ գցի։ Ասենք բանում ոնց էր, Մեծ Բրիտանիայում ոնց էր, Բորիս Ջոնսոնը ուզեցավ հանկարծ մի թեթև դատարաններին մազից բանանի, փոկի, դատարաններն հենց օրը գցեցին, այդ մարդը ստիպված հիմա չկա, կամ նույնը Թրամփը, չնայած հիմա մի քիչ անհասկանալի է թե ոնց վերընտրվեց, բայց կապիտոլիումի վրա հարձակում իրականացրեց, չէ՞։ Հիմա պատկերացեք, այստեղ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովը շրջափակել տվեց, դատարանները շրջափակել տվեց, մարդկանց գլխին գործ էր սարքում գեներալների, բայց հակակշիռ չկար որ զսպեր Նիկոլ Փաշինյանին, մանավանդ այդ ժողովրդական էյֆորիայի պայմաններում։ Դրա համար այդ քննարկումները այտենց մի քիչ բան է, հենց ցույց է տալիս այդ տղայականության մասին, հա, որ մանավանդ եթե այտենց բաներ ասում ես շատ հեշտ է քեզ առնելը, որովհետև շատ բան չես հասկանում, էլի։ Հետաքրքիր է, որ այդ քաղաքական կերպարին մեղադրում են հակաժողովրդական քայլերի մեջ եւ այս իշխանություններն էլ իրենց, այսպես ասած, շակերտավոր ուժեղ զենք համարում են այն ժողովրդավարությունը եւ չեն նեղվում այդ հակասությունների հետ մեկտեղ այդ քահանայի կողքին, նախին քահանայի կողքին կանգնելուց։ Դե հա, որովհետեւ այս պարագայում որպես իրանք թուրքական իշխանության
փիլիսոփայության ներկայացուցիչներ, եթե կարելի է փիլիսոփայություն ասել, իրենց համար ժողովրդավարության արտահայտությունը զուտ այդ արդյունքին հասնելու համար է եղած։ Նրանք շատ էլ լավ գիտեն, որ ժողովրդավար չեն։ Ազգային ժողովը ամբողջությամբ մեկ մարդու ձեռքում է, դատարանները մեկ մարդու ձեռքում են, իրավապահ համակարգը քննչականին հացի պետին մեկ մարդ է նշանակում, դատախազը նշանակվում է ազգային ժողովով եւ ազգային ժողովի միակ այդ, որը որ Նիկոլ Փաշինյանի ձեռքում է, ինքն է բանանում, այն համայնքներում, որտեղ իրենք չեն հաղթել կամ իրենց սատելիտները սպանում են, ձերբակալում են, գերի են վերցնում, ոնց կուզեք կոչեք, եւ այս պայմաններում նաեւ Սամվել Կարապետյանը, որը ազատ խոսքի համար փաստորեն իր կրոնական կազմակերպությունը պաշտպանելու համար հիմա գերեվարված է, ու դե բնականաբար անիմաստ է, 18 թվականից հետո խոսել ժողովրդավարության մասին ասել։ Բայց քանի որ այդ չխոսել չեն կարող, որովհետեւ ի վերջո այս վերջին հարյուրներ աշխարհը տենց մարդկանց ձևավորել են ժողովրդավարության փիլիսոփայության շուրջ եւ այդ ամբողջավարության մեջ դա կարևոր բաղադրիչ է, դրա համար այդպես խոսում են, էլի, թող խոսան հիմա որ բանը Ստեփանը գնա այդ իր գործողությունը անի, դա պատարակ չի դառնալու, անունը դնելու են պատարակ, բայց պատարակ չի։